Գելի հայրենակիցներ, քիչ առաջ ազգային ժողովի ամբիոնից դավաճանավղումակի պարագլուխ թուրքի կոշիկ լիզող Նիկոլան Հողը ազդարարեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու ձեռքից եկեղեցիների խլման մասին։ Սա նշանակում է այն, որ Նիկոլան Հողը պատերազմում է ոչ թե հոգևոր դասի, ինչպես ինքն է փորձում ներկայացնել, այլ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Աղանդավոր Նիկոլը, ով կյանքի խոսք աղանդի երկրպագու է եւ ինքը եւ իր ընտանիքի անդամները, հատկապես դուստրերը, շարունակում է պատերազմը հենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նրա թիրախը ոչ թե կաթողիկոսն է, ինչպես շատերին մոտ ինքը փորձում է տպավորություն ստեղծել կամ եպիսկոպոսած դասն է, այլ հենց հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու ձեռքից եկեղեցիների խլման գործընթացը, որի մասին սա ազդարարեց։ Նիկոլան Հողը նաև ազգային ժողովի ամբիոնից հարցին, թե կարգալույծ եղած Ստյոպիկ Ասատրյանի վերաբերյալ կարծիք հայտնելու պահով հայտարարեց, որ Կտրիչ Ներսիսյան իր բառամթերքն եմ օգտագործում վաղուց կարգալույծ եղած եւ ինքը չի կարող կարգալույծ անել որևիցե մեկին։ Շատ ծիծաղելի է Նիկոլան Հող, եթե ըստ քեզ կաթողիկոս Գարեգին II կարգալույծ է եղած, բա ով է օծել Ստյոպիկ Ասատրյանի եւ նրան կարգել որպես Տեր Արամ։ Փաստորեն, եթե քեզ համար Գարեգին II կարգալույծ եղած է, ուրեմն Տեր Արամը դեռ ընդհանրապես հոգևորական չի եղել, ուրեմն, այնպես որ հանգիստ նստիր տեղդ։ Ես հուսամ, որ մեր հանրությունը եւ մեր ժողովուրդը ստապ կգնահատի եւ համապատասխան մեթոդներ կկիրառի Նիկոլան Հողի դեմ, որպեսզի վերջինս չկարողանա քանդել մեր 2000 տարվա պատմություն ունեցող հայ առաքելական Սուրբ եկեղեցին։